հաստատված խաղաղությունը մի կողմ դնել, այդ նշանակում է բացել պատերազմի դաշտը առավել ևս այն խոսույթով, որ Քոչարյանի, Կարապետյանի եւ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժերը այսօր գրեթե ամենօրյա ռեժիմով բարձրաձայնում են եւ ворթեգրում են եւ հանդես են գալիս այդ դիրքերից։ Սա է պատճառը, որ մենք ասում ենք, որ այս խաչմերուկը պատմական խաչմերուկ է։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն, մենք հաստատել ենք այդ խաղաղությունը, ինչը նշանակում է ամուր փակել ենք պատերազմի դուռը։ Հիմա իմ նշած ուժերը փորձում են բացել այդ դուռը եւ դա միանշանակ ճակատագրական սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Ընդ որում, խոսելով երաշխավորների մասին, ինձ համար ակնհայտ է եւ ցանկացած անաչառ դիտորդի համար ակնհայտ է, որ այդ խոսույթով ընդամենը բացվում է մեր տարածաշրջան եւ մեր երկիր խաղաղապահներ մտցնելու դուռը, իսկ թե ինչ հետևանքի է բերել խաղաղապահների գործունեությունը մեր աչքի առաջ, մենք դա բոլորս տեսել ենք եւ նույն փոცხի վրա երկու անգամ կանգնելու առաջնորդող ուժերը միանշանակ եւ աներկբա պետք է մերժվեն։ Մենք առաջարկում ենք երաշխավորված խաղաղություն, որ խաղաղությունը լինի երկարատև եւ կախված չլինի նրանից, թե ով է այդ պահին քո երկիրը ղեկավարում։ Նիկոլ Փաշինյանը լինի, մեկ ուրիշը լինի, դա էական չլինի։ Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը ինչ անում, ասում է խաղաղություն կլինի, քանի ես կամ։ Նախ իրա լինելով է պատերազմները միայն եղել եւ հետո մեզ այնպեսի խաղաղություն է պետք, որտեղ կախված չլինի, թե ով է լինելու երկրի ղեկավարը։ Հայաստանի Հանրապետությունում երկրորդ Նիկոլ Փաշինյան չկա, ով կգա իշխանության ու կասի՝ «Այ հիմա ես սկսում եմ իմ զրոյական կետից»։ Ցավոք սրտի արդեն ձեռք են բերվել այնպիսի պայմանավորվածություններ, որոնք բնականաբար շատ մեր սրտով չեն, բայց ընդունում ենք դրանք որպես իրողություն։ Կան այդ պայմանավորվածությունները եւ իշխանության գալու պարագայում դրանք պետքա լավարկել եւ ոչ թե չեղարկել։ Օրինակ կրկնում եմ, երբ որ ես խոսում եմ գերիների վերադարձի մասին, հումանիտար նման խնդիր բարձրաձայնելով ես պատերազմ եմ հրահրում, բայց ասում են իրանք էլ են բանակցում գերիների վերադարձի մասին, իրանք պատերազմ են հրահրում։ Երբ որ ես ասում եմ մեր ռազմավարական բարձունքներից Ադրբեջանը ոչ թե պետքա ամրանա, այլ դուրս գա, այդ թվում սահմանազատման գործընթացի արդյունքով, ես ասում եմ պատերազմ եմ հրահրում, բայց դուք ասում եք սահմանազատման գործընթացով պետքա Ադրբեջանը դուրս գա, այլ բանա որ դուրս չի եկել, ես ասում եմ մենք գանք, անելու ենք որպեսզի դուրս գան, ես պատերազմ եմ հրահրում, չէ՞ ուղղակի Նիկոլ Փաշինյանը շատ լավ է զգացել, որ այդ վախի մթնոլորտով, վախ սերմանելով, դրսից տղա բերելով, հա, այդ դեմս Ալիևի մեզ համար սպառնալիք ձևավորելով, կարող է մարդկանց մի խմբի ստիպի, որ գնա ընտրեն քաղաքացիական պայմանագիր, բայց ասում են ողորմելի են փորձերը, սեփական ժողովրդին շանտաժի ենթարկել, սպառնալիք հնչեցնել Ալիևի անունից ու այդ միջոցով գնալ վերարտադրության, ուղղակի ողորմելի։ Խաղաղությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հաստատվել է միայն ու միայն այն պատճառով երաշխավորի համատեքստում, որ մենք հույսներս դրել ենք ոչ թե երաշխավորի, այլ ինքներս մեր վրա, դա համարել ենք մեր խնդիրը եւ մեր լուծելու խնդիրը։ Եվ ընդհակառակը, երբ որ մեր մտածողությունը եղել է երաշխավորային, պայմանական ասած, մենք մտածել ենք, որ ահա կա երաշխավոր եւ նա պիտի լուծի հարցերը, կամ մենք այդ հարցերը պետք է լուծենք դրա միջոցով, ամեն անգամ դա մեզ բերել է էսկալացիայի, դա բերել է սրման, դա բերել է պատերազմի, դա բերել է կորուստների։ Հիմա ինչ է ասում, այո, ես վերընտրվեմ, հետո մի հատ էլ գնանք մեր անկախության հռչակագիրը հանենք սահմանադրությունից, հետո կլինի խաղաղություն։ Չնայած հիմա ասում են հիմա խաղաղությունը կա, բայց հետո էլ գալու են ասեն, այ հիմա նոր խաղաղությունը կգա։ Դրանից հետո Ալիևը կասի պետքա 300,000 կամ ավել ադրբեջանցիներ գան Հայաստանում ապրեն,
Մի հատ էլ Նիկոլ Փաշինյանը կգա կասի ժողովուրդ, այ հիմա կլինի խաղաղություն, համակեցություն, մի հատ էլ ադրբեջանցիները գան այստեղ բնակվեն, այն նոր խաղաղություն կլինի։ Հետո կասեն, բա գիտեք, մեր երկրում անկլավներ կան, որ ադրբեջանական են, չնայած արդեն ասել են։ Իրավական հիմք չունենալով Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ էր անում։ Հետո կասեն, այդ անկլավները պետք է տանք Ադրբեջանին, որ վերջնական խաղաղություն հաստատվի, այս շղթան անverջ գնալու է։ Իդեմս Նիկոլ Փաշինյանի Ալիևը ունի պատմական նվեր, ումից կարողանում է ստանալ նույնիսկ անպատկերացնելին, աներազելին։ Հետևաբար հնարավոր շատ օգտվում է այդ հնարավորությունից։